Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր տաղավարում զրուցել եմ Արաբագետ Երևանի Պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների գիտաշխատող Հայկ Քոչարյանի հետ։ Բարև պարոն Քոչարյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Պարոն Քոչարյան, սիրեմ կրկին անհանգիստ է իրավիճակը, շատերից խիստ հուզել է մտահոգել այն իրավիճակը, որը վերջին օրերին գրանցվեց երկրի արևմտյան շրջաններում, մասնապես Լաթաքիայում եւ Տարտուսում, ալավիներով բնակեցված շրջաներում, եւ ըստ հաղորդագրությունների այդ բախումներն առաջացան նրա հետևանքով, որ ալավիները բողոքի ցույցեր էին անցկացնում իշխանության դեմ, Թահրիր Աշշամ խմբավորման դեմ, որից հետո էլ հետևեց արդեն իշխանության պատասխանը, որոնց հետևանքով ըստ տարբեր գնահատականների միայն քաղաքացիականների շրջանում 800 զոհ կա։ Խնդրեմ ներկայացնեք ինչից սկսվեց այս ամենը, որտեղ տարբեր լուրեր կան եւ որոնք են հիմնական պատճառները։ Գիտեք, դժվար է կոնկրետ հաղորդագրությունների մակարդակում եթե վերլուծենք, տեսնենք թե ինչ դեպքեր ոնց էին հաջորդում հաղորդում դրանց մասին, գուցե դա մի ուրիշ պատկեր ստանանք, բայց տենց էլ չիմանանք թե ինչից սկսվեց այդ ամեն ինչը, որովհետև առաջինը այս պայծրությամբ արդեն կարևոր չէ ինչից է սկսվել, կարևոր նաև որ դա տեղի ունեցել ու տենց մասսայական սպանությունների տեսքով է տեղի ունեցել, սա ավելի շատ ծնում է հետևանքների հետ առնչվելու, գործ անելու եւ դրանք հասցեագրելու, քանց թե ով էր մեղավոր է, որ հայտնի դեպք է, որ դեպքը տեղի է ունենում, այսինքն կարևոր չի ով էր արել, կարևոր թե արդեն նոր իրավիճակը, որ ստեղծվել է Սիրիայում, սա ոնց պետք է հասցեագրի իշխանությունները, որտեվ կարող ենք շատ փորձենք վերլուծենք, փորձենք քրոնոլոգիա կազմենք, բայց արդեն կա այն ինչ որ եղել է, եւ էսա որ մարտավերա նետում ընդհանուր սիրիական անցումային իշխանություններին եւ այն ապագային, որը սպասում է Սիրիային։ Այսինքն որտեղ սա փոքրամասնությունների հանդեպ հաշվեհարդար էր, կոնկրետ թիրախավորված ալավիական, ինչու ալավիական, որտեղ ալավիական փոքրամասնությունը եղել է իշխանության վերջին 50-60 տարին, Ասադների իշխանության թիկունքը, գիտեք մի օրինաչափություն կա, հիմա Սիրիան բազմաէթնիկ, բազմակոնֆեսիոնալ լինելով հանդերձ, այն քաղաքական ուժերը, որոնք գալիս են իշխանություն ստանձնում, պետք է ստեղծեն իրենց սոցիալական բազան եւ հենարանն են։ Հաֆեզ Ասադի իշխանության գալու ժամանակ Ասադների համար դարձան ալավիական փոքրամասնությունը որպես հենարան կառավարման համակարգում։ Հիմա դա քանդվել է, փլուզվել է եւ նոր եկած անցումային իշխանությունները, որոնք իսլամիստական գաղափարախոսություն են դա կիսում եւ այդ շրջանակն են դիտարկում իրենց որպես սոցիալական հենք, որով պետք է կառավարեն, օրինաչափեր եւ դա մասին խոսում էինք, ասում են, որ ավելի հեշտ այդ բախումը տեղ ունենա, քան կանխել դա։ Ասեն վաղթուշ լինելու է սա։ Որտեղ դրա նախադրյալները կան այդ հասարակություններում, բայց իսկն աշխատանք էր պետք տանել, որ չլիներ, իսկ դա ոնց որ թե տեսանք, որ ձախողվեց այդ աշխատանքը, եթե անգամ տարվում էին, որտեղ գիտենք, որ փորձեր արվում կոնսոլը միասնական համերաշխության կառավարում, չնայած դա էլ հարցեր էր առաջացնում, որտեղ ոչ բոլորն էին ներկայացված այդ համերաշխության իշխանություններին կամ քննարկումների ժամանակ։ Դա համար այստեղ ավելի շատ հետևանքներն է, որը մտահոգում է, որոնք պետք է հասցեագրվեն եւ պետք է լուծվեն իշխանությունների կողմից այսօրվա Դամասկոսում նստած։ Դեպ ալավիներ ասելով, խնդրեմ ուղղեք, եթե սխալվում եմ, նրանք շիիզմի հետևորդներ են, դավանանքը շիականություն է, որոնք որ մոտավորապես կազմում են երկրի բնակչության 10%-ը եւ հակադրվում են սուննիիզմին, որ մանավանդ այդ ծայրահեղ ուղղության հետևորդներին։ Այդ շատ խորը վեճ է իսլամում, ալավիները, որոնց նուսայրի են ասում գիտական եւ իսլամ, ճիշտ է նուսայրի ասել իրենց, հետո երթագայում նրանք բավականվեցին ալավիներս, 10-րդ դարից կան։ 10-րդ դարից ուղղությունը, որը առաջացել է ոչ թե շիականության մեջ էլ կան տարբեր ուղղություններ, այսինքն 12 իմամականներ, իսմայելիներ, իսմայելիներից են առաջացել սրանք, այսինքն դեռ դավանանքային տեսանկյունից, այսինքն շատ բաներ կա, որ
անընդունելի է իսլամի համար, իրենք օրինակ ինչ-որ գնոստիկական էլեմենտներ ունեն իրենց հավատում, պատմականորեն կապված ծիսակարգի հետ իրենք բաժանում են երկու խմբի ալավիները, հյուսիսային կան եւ հարավային։ Այսինքն հարավայի կենտրոնը Կարդահանն է, որը Սիրիան է, որտեղ այս Ասադենց բնակավայրն այսինքն այդ խումբն է, հյուսիսայինը դա պատմական Կիլիկիայի տարածքում է, որը այսօր Թուրքիայում են, եւ այդ երկու խմբերը կան, նրանք ծիսական մակարդակում են տարբերվում, բայց նույն գաղափարախոսության մեջ են։ Այնտեղ այսինքն ուծացում կա եւ եթե վերցնենք հյուսիսային ալավիների մոտ, իսկ հարավայինները մինչև վերջերս գտնում էին այդ արտոնյալ վիճակում իշխանություն կար, իշխանության հիմք էին եւ օգտվում էին Սիրիայում նկատմամբ։ Սա 2 միլիոն են մոտավորապես։ Նույնիսկ թվեր տարբեր են, բայց կարող եք մոտավոր տեսնի թիվ ասել, բայց պետք է հասկանալ, որ ընդեղ էլ միատարր չէ, բոլոր ալավիները չէին, որ միացել պրոասադական էին։ Շատերը կային, որ դեմ էին խոսում նաեւ Ասադներին եւ այսինքն շատ խայտաբղ է կարտեզը իրականում։ Պարոն Քոչյան, նոր նայեցի կարդացի, որ Սիրիայի իշխանությունները նշել են, որ արդեն ավարտել են, այսպես ասած, օպերացիան եւ իրենց կողմից ավարտվել է։ Այդ ինչի հասան այդ դեպքում իշխանության ներկայացուցիչները։ Պետք է հասկանալ ինչի օպերացիան եւ նկատի ունեն այն գործողությունները, որոնք հայտարարեցին կապված լարումները, որ սկսեցին, այսինքն 2 օր առաջ երեկան, այսինքն հատուկ ուժեր ուղարկվեցին Դամասկոսից եւ հարակից այլ շրջաններից, որպեսզի որտեղ այնտեղ այդ դեպքերը նայում ենք, եղավ բախումներ, զոհեր, երկու կողմից անվտանգության ուժերը անցումային իշխանությունների զոհվեցին եւ Դամասկոսը ուժեր էր ուղարկել, սրա մասին է խոսքը, որ վերջացրել, բայց դա չի նշանակում, որ բուն process-ները, որոնք արդեն իսկ կարող են անվերահսկելի լինել ու տեսանելի չլինել, որտեղ մենք այսինքն ամբողջը հայտնի դարձա միայն հիմնականում նրա այն ճանապարհը, որ նույն այդ ուժերը, որոնք սպանում էին, որոնք իսլամիստական ուժեր, նրանք էին նկարահանում այս ամբողջը։ Երեք եղավ հրամանը անցումային իշխանությունների, որ չի կարելի նկարահանել եւ մի ուրիշ դրվագ կա, որ հաջորդ հայտարարվեց, որ լեռներում թաքնված պրոասադական ուժերին էլ պիտի փորձեն զինաթափել։ Այստեղ ամենավտանգավորը, որ կարող է դեպքերը շարունակվեն այդ լեռնային հատվածներում, որի մասին կարող է այդպես այլ չբարձրաձայնվի։ Իսկ կներեք, իսկապես կան պրոասադական ուժեր, թե դրանք պատրվակ են։ Չեն կարող չլինել, որտեվ պատկերացեք կային ուժեր, անվտանգության ուժերից սկսած բանակում ծառայած պայական կազմում, որոնք օգտվում էին որոշակի արտոնություններից, նախկին պաշտոնյաների, որոնք կարող էին, եթե հաշվի եք առնում կլանային համակարգը, տոհմային համակարգը, որ կա լավիների մեջ էլ կան, թե իսկ շատ հնարավոր է, որ լինեն տենց ուժեր, որոնք չեն համակերպվում եւ պայքարում են, կարող են տենց լինել, այսինքն այստեղ խայտաբղետությունը Սիրիայի դրամական, որ ամեն տեսակի ուժեր կա, զենքը կա եւ անվերահսկելի տարածվում է երկրի տարածքում, այնտեղ այստեղ բախումները անխուսափելի են։ Այսինքն անկախ նրանից թե Դամասկոսը ներկայում ինչ է ասում, բախումները կամ դրա վտանգը շարունակվում են, պայքարը շարունակվում է։ Կարծիքով դա միշտ կախված է Սիրիայի գլխին, որտեղ անգամ Դամասկոսի ցանկության պարագայում որպեսի չլինի, դա կան արտաքին ուժեր, որոնց համար դա հնարավորություն է ունենալ մասնատված Սիրիա, կոնսոլիդացիա թույլ չտալու եւ դարձնել նոր թաթերաբեմ պայքարելու իրար դեմ։ Մենք կգանք նաև այդ թեմային։ Միջև այդ կուզեի հարցնել, դուք ձեր խոսքում նշեցիք, որ հենց իշխանության ներկայացուցիչներն էին կամ զինվորականներն էին, մարտիկներն էին նկարում այդ տեսանյութը, արդյոք սա խոսում է դրա մասին, որ երկրի իշխանություն դեռևս թույլ է, այսինքն այդ կանոնակարգվածությունը, կարգապահությունը չկա։ Թե դրա միտումնավոր էր արվում։ Երբ դա գործել է այդ մարտիկ, ովքեր որ այսօր կազմում են բանակ, մտել են զորակցվել են Սիրիայի պաշտոնական բանակին, դա նախկին զինյալներ են, որոնք այդ մեթոդը գիտեին։ Այսինքն նրանք տենց էին անում, եթե դուք վերցնեք 11, 12 թվականի, 13 թվականի վիդեոները, որոնք իրենք անում են նույն դաժանությամբ ու սպանությամբ, նույնն են։ Բայց հիմա իշխանության մասը։ Բայց հիմա իշխանություն են։
Բայց էլի նույն մեթոդով են գործում։ Ուտավետ գիտեն, դա այստեղ խնդիրը նա է, որ այդ ուժերը այսինքն մի քանի հարց առաջացավ այս դեպքեր կա, ոչ միայն որ Դամասկոսը չի եղել, այլ Դամասկոսի հայտարարած բանակի համալրումը նախկին զինյալներից, որ ենթադրում էր կանոնավոր բանակ կաշրզինաթափել այդ բրիգադային տրամաբանությունից դուրս բերելը, փաստացի ցույց է տալիս, որ այս դեպքերով դա տեղի չունեցել, որտեղ հիմնական խումբը, որի մասին խոսում են, որ ներգրավված էր, որի անունը շրջանառվում է տարբեր ինֆոբաներում, լրատվականներում, դա Սուլեյման Շահ բրիգադն է, որը հայտնի էր, որ կային եւ այս վերջերս էին միացել բանակին իբր։ Բայց պարզապես լոկացիան էին փոխել, որոշ, այսինքն նրանք ամբողջ այս կազմով նույն կառավարման համակարգում էին մնացել, այլ ոչ թե տարալուծվել էին մերձավոր ուժերի մեջ։ Այսինքն սա է հարցեր առաջացնում, նաև որ հետագա ուշադրության պետք է նայել, այստեղ այսինքն այդ շատ կարևոր է, որ այսինքն դա էլ է ռեֆորմի մաս, որ փորձում անեք այդ Դամասկոսը, այսինքն սա էլ ոնց որ թե ամենադժվար ռեֆորմն է։ Փորձում է, բայց դեռևս չի հաջողվել։ Հայտարարվում է առնվազն։ Հաջորդ հարցը, որը ուշադրությունս գրավեց, խոսքը միջազգային ասպարեզի խաղացողների դերակատարների արձագանքի մասին է, կարծեք թե Միացյալ Նահանգները, ՄԱԿ-ը, Եվրամիությունը քննադատեցին եւ հանդես եկան ի պաշտպանություն փոքրամասնությունների, այս դեպքում ալավիների։ Այ հաշվի առնելով այս արձագանքները եւ այն, որ թե այդ զինյալները, որոնք իրենք էին այդ նաեւ ահասարսուռ տեսարաններով տեսանյութերը տարածում, հնարավոր է, որ նոր իշխանությունները շատ արագ վերածվեն Ասադի իշխանության պես բան լինել, որ դառնա նորից իզոլացված։ Կա այդ վտանգը, ինչպես կմեկնաբանեք։ Այսօր մենք խոսում ենք, բայց երևի այս ժամերին արդեն ՄԱԿ-ում պետք է լինի փակ քննարկում այս հարցի շուրջ, որով տարբեր տարածաշրջանային եւ գլոբալ խաղացողներ նստել են խոսեն, շատ այդտեղ կարևոր է թե ինչի շուրջ խոսեն ի վերջո համաձայնության գան։ Շատ հավանական սցենարներից մեկն է, որ կարող այնտեղ միջազգային խաղապահուժերի կարիք քննարկվի ներգրավելու, այսինքն փաստացի տարբեր ռազմաբազաների գոյություն սիրետան կարող է ինչ-որ լեգիտիմ թղթավորվի այդ տեսանկյունից, պետք է սպասենք տեսնենք ինչ կքննարկեն, դեռ հայտնի չի ինչ են քննարկում, երևի ավելի ուշ երեկոյան գայտարարեն կամ պարզ կլինի, եթե մի ռաունդով ստացվել է խոսել։ Բայց նրանց ներողություն իշխանության լեգիտիմությունը կարող է կասկածի տակ դրվել այս գործողությունից։ Մեծ հաշվով իշխանության լեգիտիմության հարցը դրվել կա, որտեղ տեղի չի ունեցել ընտրությունը, սա ռազմական ճանապարհով իշխանության եկած ժամանակավոր կառավարությունն է, ինչի մասին, եթե ժամանակի Միացյալ Նահանգները մինչև Տրամփի իշխանության գալ, ասում էին դեկտեմբերի 7-ի իշխանության եկած ուժերը, այսինքն այստեղ շատ զգուշ են այդ տեսանկյունից, պարզապես իրե հասկանում են, որ պետք է աշխատեն, որտեղ ընդհանուր եթե դու չես աշխատում, ուրիշներն են աշխատում, այդ սկզբունքն է գործում, դա համար փորձելու են, բայց այս դեպքերը ստվերում են, խնդիր են առաջացնում եւ կարող են ավելի պատճառ դառնալ խստացման որոշ գործողությունների։ Դեք հետաքրքիր է, այս շատ հետաքրքիր մի բան կարող եք նկատել, ձեր թվարկած քննադատումներից, թե մի եզակի դեպքերից է, որ քննադատողներում մի խմբում կարող եք տեսնել Իրաքը, Իրանը, Իսրայելը, որոնք խստորեն քննադատեցին գործողությունները սուննիական իսլամիստների եւ ունեք այսինքն Թուրքիայի եւ արաբական երկրներ, որոնք պաշտոնական Դամասկոսին ավելի շատ այդ շեշտում էին հայտարարությունների մեջ, որ պրոասադական ուժերին, որոնք պրովոկացիա էին արել, պետք էր ճնշել։ Ամբողջականությամբ դիտում դա։ Այսինքն այս իսկ Միացյալ Նահանգները շատ կոնկրետ արտահայտվեցին կապված փոքրամասնությունների եւ քրիստոնյաների իրավունքների մասին, Եվրոմիությունը կամ ընդհանուր Եվրոմիությունից հնչող բանը շատ 50-50 է, այսինքն համ քննադատեցին այդ հարցը, համ էլ կարևորեցին դա նախկին ռեժիմի մնացորդների դեմ պայքար, այսինքն երկու կողմն էլ հավասար
նշվեցին հայտարարությունների մեջ, իսկ այս է պատկերը։ Իսկ պարոն Քոչյան, կուզեի հարցնել, այս կատարվածում կա արտաքին խաղացողների ազդեցությունը, մասնապես տարածաշրջանի, մի կողմից որտեղ ունենք Թուրքիա, ով աջակցում է գործող իշխանություններին, մի կողմից օրինակ կա Իրան, որը դժգոհ է իր դիրքերից եւ հավանաբար աջակցել է թե Ասադին, թե Ալավիներին, եւ կան գուցե այլ չերևացող խաղացողներ։ Սիրիայում այսօր մի իրավիճակ է ստեղծվել կամ սիրիական թատերաբեմում, որ այսինքն այդ դաշնակիցներն ու հակառակորդները վերադասավորվել են։ Այսինքն այստեղ այսինքն այս պայծրությամբ շատ բոլոր տեսնում են Թուրքիայի ազդեցության մեծացում եւ փորձում են դա դիմագրավել թե Իսրայելը, թե Իրանը, թե Իրաքը։ Այսինքն դա համար այստեղ հետաքրքիր այս հենց հարևան երկրները, որոնք նայենք, շատ հետաքրքիր են այդ տեսանկյունից դեպքում, այսինքն կա սա անգամ կարող է լինել համագործակցություն, ես չեմ բացառում։ Նկատի ունեք Իրանի եւ Իսրայելի միջեւ այս հարցի շուրջ, որտեղ այստեղ կա ավելի մեծ վտանգ, որ տեսնում են։ Դե քրդական հարցի մասին արդեն խոսում ենք։ Դե քրդական հարցը կա, դա ասեմ, տարբեր թրեքներ կան, այսպես ասած, աշխատելու եւ բացառված չի որոշակի թրեքներում, որ կա երկխոսություն եւ համաձայնեցման գործողությունների։ Բայց այն որ եթե չկան երկրի ներսում հնարավոր այսինքն այդ process-ները դրսի ազդեցությունը դառնում է գրեթե անհնար։ Այսինքն process կա, process-ներ կան ու այդ մեկը չի գնալով, այսինքն այս գործողությունները վտանգում են անվտանգային միջավայր, այսինքն բոլոր փոքրամասնությունները արդեն գիտեն, որ իրենք վտանգված են։ Եթե դեկտեմբերին, երբ որ իշխանությունը փոխվեց, այսինքն 3 ամիս է ինչ իշխանությունն է փոխվել։ Այսինքն այս առաջին ամիսների ընթացքում կար այդ էֆորիան, որ ինչ որ բան փոխվում է դեպի լավ պետքա փոխվի։ Այս դեպքերը այդ միջային անվտանգային փոխում են ընկալումները եւ պետքա սպասել, որ կարող է արտագաղթ լինի նաեւ էլի Սիրիայից։ Այսինքն ցույց է տալիս, որ այն լավատեսական, այսինքն պատկերացումները հոդս են ցնդել կամ ցնդում, հա։ Այսինքն շատ հարցեր կան, որոնք եթե առաջ կարող էին ներվել աչքաթող, հիմա շատ ուշադիր են լինելու փոքրամասնությունները, հայտարարությունները, որոնք նայում եք թե օրթոդոքս եկեղեցու շատ բան են, այսինքն շեշտում են այդ անվտանգային միջավայրի փոփոխված լինելու հանգամանքը, ասած ընդհանուր ձևակերպենք էլ դա։ Այստեղ որն է Ռուսաստանի դիրքորոշումը, մանավանդ որ Ռուսաստանը միջերկրական սովետ նավահանգստում ունի իր ռազմաբազան։ Ես փորձեցի նայեմ, բայց ոնց որ թե բան չգտա պաշտոնապես հայտարարություններ, գուցե վրիպել եմ, բայց փորձ կայքում նայեցի չտեսա ինչ է։ Ես չգտա։ Հա, դա համար ես չեմ կարող ասել պաշտոնական Մոսկվան ինչ է ասում դեպքերի հետ կապված, բայց այն որ հողի վրա այսինքն փախստականային մեծ մասը եկել են բազայում էին հավաքվել եւ իրականություն է, ինչ որ մարդիկ եկել են որ անվտանգության երաշխիքներ փնտրում են դա, այսինքն սա էլ է եւ կարեւոր սա եղել է, սա կարեւոր եւ միգուցե այսօր կարող է լինել այդ հայտարարությունները կամ դեռ արդեն այդ մակու նախատեսած քննարկումներից հետո կարող տեսնենք արդեն որոշակի բարձություն մտնի հարց շուտ եւ ինչ հնարավոր զարգացումներ կարանք սպասենք նկատի ունենալով այդ միջազգային դերակատարները ինչ դիրքով, ինչ աստիճանի եւ ինչ դիրքորոշումներ կընդունեն հարցի շուրջ, որտեղ այդ քննարկումը շատ կարեւոր է մակում, դա փակ քննարկում է լինելու մակում։ Կարծեմ մեր ժամանակով ժամը 5-ին պետք է լիներ կամ 6-ին։ Իսկ մենք խոսում ենք դա սպասենք այո։ Այդպես է կուզեի նաև հարցնել հայերի մասին, բայց մինչև հայերը, եթե խոսում ենք փոքրամասնությունների մասին, ապա ամենակարևոր փոքրամասնությունից որ համարվում է քրդերն են եւ խոսակցություններ կային, որ իթևս այլ հանգամանքների նաև ներկայում Դամասկոսի եւ քրդերի միջև են բանակցություններ ընթանում։ Արդյոք այս զարգացումները ավելի չեն բարդացնելու այս բանակցությունները։ Բարդացնելու են բնականաբար, որովհետեւ բայց քրդերը ավելի թվականակով վերցեք կազմակերպվածության տեսանկյունից ավելի շահական դիրքում են քան Ալավիները։ Բայց այստեղ զգուշ են լինելու քրդերը, բազա չեն գնալու հարցի սրման, բայց Դամասկոսը առաջնային դեռ
խնդիր ունի այդ վերականգնելու իմիջային կորուստները, որոնք կան այսօր։ Որտեղ այդ տեսարանները, որոնք տարածվեցին, որոնք դա այսինքն 10 տարի առաջվա տեղ ունեցածները մոռացվել էին կամ հանրային տիրույթից վերանալով հիշողությունը մենակ մասնագետներն էին հիշում եւ սրանք փոխում են իրավիճակը եւ սա լուրջ վնաս է հասցնում Դամասկոսին, Դամասկոսը իր մինիմալ հնարավոր հայտարարություններ արեց, հանրաժողով ստեղծել, պատժել, քանիսին ձերբակալեցին, բայց եթե սա ճիշտ չասրագրվի Դամասկոսի կողմից, սա ալիքաձև զարգանալու եւ ավելի մեծ խնդիրներ է ստեղծելու երկրում։ Իր համար։ Երկրում, այսինքն մասնատման է տանել երկրը։ Եվ վերադառնալով խոսելով հայերի մասին, արդյոք այս զարգացումները ավելի շատ չեն վտանգում նրանց գոյությունը կամ ապահովությունը, թե այս զարգացումները ավելի շատ են ծալավիների որպես ընդդիմության ուժիների։ Մասնություններ վտանգված են, որովհետեւ այսինքն դա իրենք էլ գիտեն, իրենք հասկանում են ինչ միջավայրում են, բայց մի բան էլ պետք է հասկանան, որ ովքեր որը մնացել են ու ապրում են այսօր Սիրիայում, իրենք գտնում են, որ իրենց տունն է, իրենք պետք է այդտեղ այսինքն եթե ցանկություն կա դուրս գալ Հայաստան, այո, այստեղ պետությունը անելիքներ ունի։ Այսինքն օգնելու, տեղափոխվելու, բայց պատմականորեն հայերը ապրել են այս տարածքներում եւ շարունակելու են ապրել, ճիշտ է անվտանգային միջավայրի փոփոխությունը, երբ որ բարենպաստ չի, ու ծածկման վտանգը մեծանում է։ Դա պատմության ընթացքում տարբեր փուլերով տեսել ենք այստեղ ավելի շատ պետությունը պետք է ունենա իր անելիքների փաթեթը, բայց Հայաստանը չպետք է գնա մտնի խառնվի այդ հարցում, որովհետև կոնֆլիկտը երեք չի ծագել։ Վերջի 15 տարին Սիրիան տարբեր փուլերով, տարբեր ժամանակներ, տարբեր ճգնաժամերի խորությամբ դեպքեր են եղել։ Այդ ընթացքում հիմնական մեծ մաս ովքեր ուզեցել են դուրս են եկել։ Այսինքն մնացել մարդիկ, որոնք գտնում որ իրենք այդ հողու ջրի հետ կապ ունեն ու պետք է մնան։ Իրենց տունն է։ Իրենց տունն է։ Հիմա դա, այսինքն մենք չենք կարող իրենց տեղ որոշել իրանք, բայց եթե ցանկություն ունեն գալու, բնականաբար պետությունը անելիք ունի այստեղ։ Այսինքն դա պետք է խոսել այսօր, այսինքն հանձնակատարի գրասենյակով, արտաքին գործերի խորհրդակով, համայնքային կապերով, որտեղ համայնքի մի մասը ստեղ է, մի մասը ընդեղ, այսինքն հասկանալ ինչ կարիքներ կա եւ ոնց կարելի է հասցեագրել այդ ամեն ինչը, որպեսզի կարողանալ ժամանակին մի քիչ պրոակտիվ լինել, այլ ոչ թե ռեակտիվ, ինչպես միշտ լինում է։ Իսկ ձեր տեղեկություններով կան մարդիկ, որոնք արդեն իսկ ուզում են տեղափոխվել Հայաստան։ Այդպես տվյալներ չունեմ, ես այսինքն չունեմ տեստվյաններ որ պնդեմ, բայց կլինեն բնականաբար, որտեղ անվտանգային իրավիճակը սրվում է, տրամաբանական է ենթադրել, որ կլինեն մարդիկ, որոնք կուզենան տեղափոխվեն։ Իսկ Հայաստանի անելիքները շատ է խոսում սրա մասին, ինչ պետք է անի կամ ինչ կարող է անել, դե ի վերջո նրանք նաև Սիրիայի քաղաքացիներ են, այս միջպետական կապերը ոնց են։ Դրա մասն է, որ եթե այսինքն կա քաղաքացիություն, փորձել օգնել, դիմել, բայց աշխատանք է պետք, դա դիվանագիտական խողովակներով աշխատանք է այսօր իշխանությունների հետ, սիրիական լավն են, վատն են, դա չի քննարկվում, դա աշխատանք պետք է տարվի, որպեսզի ստեղ որ պետք է հասկանալ, թե ինչ ունենք։ Եթե ունենք մարդիկ, որոնք ուզում են գա, պետք է աշխատանք տանել նույն իշխանությունները, այդ մարդկանց հնարավոր լինի բերել։ Բայց դա ոչ հրապարակային գործունեություն է, ըստ էության, հուսով եմ, որ արվում է, մենք դրա մասին չգիտենք, էլի։ Շնորհակալություն զրույցի համար, հուսամ, որ շուտ խաղաղություն կհաստատվի կամ չի կանա նորից իրավիճակը։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Արաբագետ, Երևանի պետական համալսարանի քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների գիտաշխատող Հայկ Քոչարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։